Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1373-րդ օրն է, եկավ շնորհակալության օրը, սակայն Թրամփի խոստացված վերջնաժամկետը տեղի չունեցավ, Պուտինի նոր ինֆորմացիոն օպերացիան խաթարվեց, իրենք հույս ունեին, որ Կիևը միանգամից կհրաժարվի նոր առաջարկած այսպես կոչված Թրամփի պլանից եւ իրենք Թրամփին իրենցով կանեն, ռուսները, բայց Կիևի քայլը շփոթեցրեց հակառակորդին եւ հիմա մեծ խնդիրներ ունեն արդեն ռուսները։ Շատերը Հայաստանում մեր քննարկման գնալը ընդունել էին որպես համաձայնության, բայց իրականում մենք քննարկելով մեր փաստարկները առաջ քաշեցինք եւ Մոսկվայի փորձը գնդակը գցել մեր դաշտը տապալվեց, հիմա նորից գնդակը ռուսների դաշտում է եւ իրենք են փորձում տակից դուրս գալ եւ ինչպես տեսնում ենք շփոթված են շատ։ Ես իմ վերլուծությունը քննարկեցի ձեզ լավ հայտնի ամերիկանագետ Ալեքսանդրա Ֆիլիպենկոյի հետ, նա ամբողջովին հաստատեց այս կարծիքը եւ մի քանի իր կողմից հավելումներ արեց։ Մի քիչ իրավիճակը թեթևանա կհրավիրեմ Ալեքսանդրային մեր եթեր, ավելի մանրամասներով ձեզ համար կխոսենք, իսկ այսօր ունենք այլ կարևոր թեմաներ։ Պատերազմը շարունակվում է, Ռուսաստանը իր ավանդական ձևով փորձում է վնաս հասցնել խաղաղ ուկրաինացիներին, ցավոք զոհեր ունենք գիշերվա ռուսների հարվածներից տարբեր մարզերում, իսկ մեր ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ռուսական թիրախներին, ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ օկուպացված տարածքներում, իսկ Թրամփը, որն արդեն հասցրեց ինքնուրույն չեղարկել իր սահմանած վերջնաժամկետը, ինչը արդեն այդքան էլ էական չէ, այն առումով ինչի մասին ուզում եմ հիմա խոսել, հարցը նրանում է, թե ինչպես են լուրերը ընկալվում եւ ինչ աշխարհայացք է ձևավորվում Հայաստանում լրատվամիջոցների կողմից։ Այս գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում ցավով նկատեցի, որ Հայաստանում շատերը գտնվում են ռուսական քարոզչության ծանրագույն ազդեցության ներքո, շատ մեծ թվով մարդիկ Զելենսկու հերթական համաձայնությունը քննարկելու Թրամփի նոր կապրիզը, նույնիսկ չեմ ասում քաղաքական, որովհետեւ Թրամփի մակերեսայնությունը թույլ չի տալիս նման կերպ բնութագրել, սա պարզապես կապրիզ էր, հերթական, ինչի մոգոնողը արդեն գիտեք, Ուիտկոֆներ, իսկ Հայաստանում ռուսական քարոզչության մատուցմամբ այդ լուրը եւ Զելենսկու քննարկելու պատրաստակամությունը փորձում էին մարդկանց ներկայացնել որպես կապիտուլյացիա, ել չխորանամ, որ դա այդպես չէ, մի 3 եթերում տարբեր ձևերով խոսել եմ այդ թեմայով, ինձ անհանգստացրեց հայաստանյան տեղեկատվական դաշտում ռուսական քարոզչության բացարձակ գերակայությունը, ինչն ինձ համար իրոք անսպասելի էր։ Ես գիտեի, որ ռուսների դիրքերը Հայաստանում ամուր են, շատ ամուր են, բայց որ այդ աստիճան տոտալ գերակայություն կար, ճիշտ ասած պատկերացնել չէի կարող։ Փաստացի ինֆորմացիոն ֆոնը չի տարբերվում ռուսական ցանկացած մարզի ինֆորմացիոն ֆոնից, ինչը մեզ չի կարող չանհանգստացնել, որովհետև մենք հայեր ենք, ունենք անկախ պետություն, եւ այդ անկախ պետությունը Ռուսաստանի կազմում չէ, փառք Աստծո։ Անկամ մեր լսարանի որոշ մարդիկ, որոնք միշտ ուշադիր են եղել ուկրաինական հարցերին, սկսեցին տալ բացարձակ անհեթեթ հարցեր, պարզապես այն պատճառով, որ չէին հետևել իմ հաղորդումներին։ Չնայած իմ քաղաքական զբաղվածությանը ես միշտ ժամանակ եմ գտել եթերների համար ձեզ ռուսական սուտ տեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։ Եվ իդեպ, ինչպես խոստացել էի նախորդային անալիտիկա ալիքում, ներկայացրեցի նաև այն մարդկանց կարծիքները, որոնք այս պահին ամենալավն են տիրապետում իրավիճակին։ Հուսով եմ արդեն դիտել եք անալիտիկայում ուկրաինացի փորձագետների հետ անցկացված հարցազրույցը, խնդրում եմ հնարավորինս տարածեք մեր եթերները, փորձենք այս ռուսական ստի ծովում դրանց ալիքները կոտրենք, ինչպես սովորաբար խնդրում եմ մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, օգտագործենք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է YouTube-ի ալգորիթմների համար։ Հզոր դիմադրության հանդիպելով Թրամփը նահանջում է, այժմ նրա շրջապատը փորձում է վստահեցնել եվրոպացիներին եւ մեզ, որ մտադրություն չունի ստիպել Ուկրաինային հանձնվել Ռուսաստանին։ ԱՄՆ նախագահի շրջապատում նշում են, որ նա կցանկանար հասնել ինչ-որ համաձայնության, որը կկարողանային ընդունել երկու կողմերը։ Իմջայլոց ԱՄՆ բանակը անցկացնում է լայնածավալ զորավարժություն, որի ընթացքում զորքերը մարզվում են Ռուսաստանի եւ Չինաստանի հոբհամակարգերի ոչնչացում, այն համակարգերի, որոնց տիրապետում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը։ Այս մասին հաղորդում է Defense Blog-ը։ Կարծում եմ մեր լսարանը բոլորից լավ գիտի նման զորավարժությունների նպատակը։ Իդեպ Չինաստանը կտրուկ բարձրացրել է գները Ռուսաստանի ռազմական արդյունաբերական համալիրի համար նախատեսված ապրանքների վրա, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը արևմտյան պատժամիջոցներից հետո դարձել է կախված չինական ներմուծումից, ինչպես ցույց է տվել Ֆինլանդիայի բանկի զարգացող տնտեսությունների հետազոտական ինստիտուտի ուսումնասիրությունը, որը հրապարակել է Financial Times-ը, չինական
մատակարարումները Ռուսաստան թանկացել են գրեթե 10 անգամ ավելի քան այլ երկրների համար։ Կարծես թե ռուսների նկատմամբ բոլորն են ընտրել մինչև վերջին կաթիլը քամելու մարտավարությունը, նույնիսկ բարեկամ ձևացնող պետությունները։ Դրոնների թեմայից վաղուց չենք խոսել, Ուկրաինան արագորեն վերածվում է դրոնների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկի։ Bloomberg-ի տվյալներով ներկայումս երկիրը տարեկան արտադրում է շուրջ 4 միլիոն դրոն, դա ավելին է, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համատեղ արտադրությունը։ Համեմատության համար Միացյալ Նահանգներում տարեկան արտադրվում է մոտ 100,000 անօդաչու։ Մի քիչ ճշտում անեմ Bloomberg-ի տվյալներին, որովհետև այս տարի մենք 4 միլիոնի շեմը արդեն անցել ենք։ 3 տարի առաջ Ուկրաինայում դրոնների մշակմամբ զբաղվում էր շուրջ 10 ընկերություն, այսօր դրանց թիվը գերազանցում է 500-ը։ Ներքին շուկայում ներկայացված են դրոնների բոլոր տեսակները, էժան FPV դրոններից մինչև հեռահար մոդելներ, որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին։ Ասեմ, որ կան օդային, գետնի վրա գործող դրոններ եւ ծովային դրոններ։ Ըստ նոր մարտավարության որոշ տեղեր ռուսական զորքերից այդ զաչիստկաները, բնակավայրերի մաքրումները վստահվում է օդային եւ գետնի վրա գործող դրոններին։ Այդ իսկ պատճառով ռուսները ռազմաճակատ գալիս են, հասցնում են զոհվել դեռ ուկրաինական զինվորի չհանդիպելով։ Աշխարհն առանց Թրամփի թեմային անդրադառնանք, Ուկրաինայի դաշնակիցները դիտարկում են ԱՄՆ հետախուզական տվյալների հնարավոր փոխարինման տարբերակները, եթե Վաշինգտոնը հանկարծ որոշի դադարեցնել դրանց փոխանցումը Կիևին խաղաղության ծրագրից հրաժարվելու դեպքում։ Գալիֆաքսում կայացած միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում եվրոպացի, կանադացի եւ ՆԱՏՕ-ի փորձագետները քննարկել են, թե ինչպես վարվել այն դեպքում, երբ Ամերիկան իսկապես դադարեցնի հետախուզական տեղեկատվության փոխանակումը Ուկրաինայի հետ։ Մանրամասներ չեն հայտնվում, ասենք, որ անփոխարինելի գրեթե ոչինչ չկա։ Իդեպ ուկրաինական բանակի կրճատման Ռուսաստանի պահանջներին ի պատասխան եվրոպացի գործընկերները պահանջում են ռուսական բանակի կրճատում։ Կայա Կալասը նորից ռուսներին շոկի մեջ է գցել, չէին սպասում Մոսկվայում նման դիմակայության, իրենց նպատակը այլ էր։ Երեկվա հարցազրույցում արդեն մանրամասնել ենք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ուկրաինան որևէ մեկի խաղաղքար չէ եւ երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել Ուկրաինայի թիկունքում։ Ռուսաստանի դիկտատոր Պուտինը, որը սկսել է պատերազմը Ուկրաինայի դեմ, պետք է ճանաչի հաջողության հասնելու անհնարինությունը, իսկ ցանկացած խաղաղության պայմանավորվածություն առանց Կիևի եւ Եվրոպայի մասնակցության չի կարող ապահովել կայուն խաղաղություն։ Սրանք երկակի կիրառման թեզեր են, համ Թրամփին են տոպկում, որ խելոք մնա, համ Պուտինին են լսացնում, որ եթե կարողանում ես Թրամփին խաբել, դա չի նշանակում, որ կարող է հանկարծ մեզ էլ խաբես։ Ընդհանրապես ռուսների միամտությամբ, թե կարող են 21-րդ դարում ինչ-որ մեկին խաբել, զարմացնում է։ Իրենք շատ խորամանկ են, բայց այս հարցում կարծես գնացքից ետ են մնացել։ Կրեմլի ստերին արդեն իրենց իսկ պուտինիստները չեն հավատում, եւ ընդհանրապես ինչպես կարելի է ժամանակակից դարում հույս ունենալ խաբել աշխարհին, հա, երբ որ այդքան էլեկտրոնային միջոցներ կան փաստերը ստուգելու։ Հոսախ Թրամփի պես մակերեսային չեն։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Նոյեմբերի 27-ի գիշերը ռուսական Սամարայի մարզի Նովակոյբիշևսկ քաղաքում բարի դրոնները հարված են հասցրել ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին։ Սամարայի մարզի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։ Ռոսավիացիան միայն տեղեկացրել է, որ ժամանակավորապես դադարեցվել է Սամարայի օդանավակայանի աշխատանքը։ Նովակոյբիշևսկում տեղակայված են մի քանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ։ Մինչ այս Ուկրաինայի զինուժը արդեն հարվածներ էր հասցրել դրանց։ Օրինակ այս տարվա սեպտեմբերի 20-ի գիշերը տեղի նավթավերամշակման գործարանին։ Այսօր ցերեկը արդեն հրապարակվել են կադրեր նոր հարվածների մասին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիին։ Թիրախում են եղել Կադիրովի ռազմական օբյեկտները։ Մանրամասները կարող եք ծանոթանալ մեր Telegram-յան ալիքում։ Թշնամին պետք է հիշի մեկ բան. մենք գիտենք եւ հիշում ենք բոլորին, եւ արդարությունը այցելելու է իր այցով բոլոր թշնամիներին, եւ դժվար թե որևէ մեկը կարողանա թաքնվել։ Արդարությունը պետք է հասնի բոլոր նպատակներին։ Մինչ այդ եւս կարևոր տեղեկատվություն, Նավարասիսկում լուրջ կորուստներ են գրանցվել արբանյակային ապացույցներով, հասանելի են դարձել վերջին ուկրաինական հարձակման արդյունավետության տեսողական ապացույցները Ռուսաստանի Դաշնության կարևոր նավահանգստի վրա Սև ծովում։ Բոլոր կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-ում են, ուկրաինական հարվածների ֆոնին Ռուսաստանում սպասվում է բենզինի եւ դիզելային վառելիքի սուր թանկացում, քանի որ Կրեմլը նախատեսում է հրաժարվել վառելիքի մանրածախ գները սպառողական ինֆլյացիային կապելուց եւ անցնել
կոմպոզիտային գնահաշման ինդեքսի։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը։ Ռուսաստանը մտնում է Ուկրաինայի դեմ պատերազմի 4-րդ ձմեռը եւ դրա հետևանքները դառնում են ավելի ակնհայտ Ռուսաստանի քաղաքացիների կյանքի եւ տնտեսության վիճակի վրա։ Եթե սկզբնական տարիներին Մոսկվան փորձել է թաքցնել պատերազմի ազդեցությունը հիմնվելով էներգակիրներից եկամուտների եւ մեծածախ պետական ծախսերի վրա, ապա այժմ իրավիճակը փոխվում է ոչ Կրեմլի օգտին, գրում է Bloomberg-ը։ Ուկրաինական դրոնները եւ հրթիռները հարվածում են նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին եւ պաշտպանության ձեռնարկություններին Սևծովից մինչեւ Սիբիր։ Օդային ահազանգի սիրենաները դարձել են սովորական երևույթ, նույնիսկ ռազմաճակատի գծից շատ հեռու բնակավայրերում։ Այս հարձակումները հատկապես ուժեղացնում են վառելիքի պակասը, բենզինի գները բարձրացել են օգոստոսի վերջից եւ մի շարք շրջաններում դեռևս պահպանվում է վառելիքի դեֆիցիտը։ Ռուսաստանցիները նվազեցնում են ծախսերը սննդի, հագուստի եւ սպառողական տեխնիկայի վրա։ Սննդի միջին հաշիվը չեկը ավելի քան կրկնապատկվել է, կաթի, մսի եւ ձավարեղենի վաճառքը նվազել է 8-ից 10%-ով, իսկ հագուստի խանութների փակվելը դարձել է մասսայական։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Էլեկտրոնիկայի եւ ավտոմոբիլների պահանջարկը խիստ նվազել է, բարձր տոկոսադրույքները, հարկերի աճը եւ ներկրման թանկացումը դարձնում են գնումները անհասանելի։ Զգացիք չէ, ռազմաճակատից անցանք տնտեսության, հիմա նորից վերհդառնանք բուն ռազմաճակատի թվերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 213 մարտական բախում, ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 1140 զինվոր եւ 350-ից ավել միավոր տեխնիկա եւ զինամթերք։ Ամենաշատ մարտերը տեղի են ունեցել Պոկրովսկի ուղությամբ, որտեղ մեր պաշտպանները կասեցրել են ագրեսորի 57 գրոհային գործողություններ, Վլադիմիրովկա, Ֆյոդորովկա, Նիկանորովկա, Կրասնի Լիման, Ռադինսկեր, Նավաէկոնոմիչնե, Պոկրովսկ, Կատլինե, Ուդաչնե, Մոլոդեժսկե, Յալթա եւ Դանթա բնակավայրերի տարածքներում Պոկրովսկի եւ Միրնագրադի շրջանի իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ, սակայն Ուկրաինայի պաշտպանական ուժերին հաջողվում է ոչ միայն պահպանել դիրքերը, այլև պատճառել օկուպանտներին հսկայական կորուստներ եւ նոր գերիներ վերցնել։ Կադրերը վստահ եմ մեր Telegram-ում արդեն տեսել եք։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Ռուսաստանը Պոկրովսկի մոտակայքում այնքան մեծ կորուստներ է կրում, որ ստիպված է վերաբաշխել պահեստային ուժերը հարձակումը շարունակելու համար։ Չնայած ճնշմանը ուկրաինացի պաշտպաններին հաջողվում է պահպանել դիրքերը եւ ապահովել պաշտպանությունը նաեւ հարևան Միրնագրադում, որտեղ կազմակերպված են պաշտպանական լոգիստիկ միջանցքներ։ Կրամատորսկի ուղղությամբ Չասով Յարի շրջանում ծանր մարտերը շարունակվում են, սակայն ուկրաինացի պաշտպանները պահում են իրենց դիրքերը եւ պատճառում Ռուսաստանին զգալի կորուստներ։ Իդեպ Կրեմլը բազմիցս հայտարարել էր Չասով Յարի ամբողջական գրավման մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Քաղաքում դեռ կան ուկրաինական դիրքեր, որոնք ակտիվորեն ոչնչացնում են ռուս օկուպանտների զինվորներին։ Թեժ են մարտերը Կոնստանտինովկայի եւ Գուլյայպոլեի ուղություններում, այս երկու ուղություններում գրեթե Պոկրովսկի չափ գրոհներ են կասեցվել։ Թշնամու ընդհանուր կորուստները լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայի գենշտաբի տվյալներով կազմել է արդեն 1,169,690 զինվոր։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ռուսական ապատեղեկատվությունը ճակատի մասին շարունակվում է անդադար տեմպերով եւ լարվածությունը այնքան բարձր է, որ նույնիսկ պուտինիստները չեն կարողանում դիմանալ դրան եւ բացահայտում են Կրեմլի քարոզչության ստերը։ Ռուս գնդապետ Z-միլիտարիստ վերլուծաբան Վիկտոր Բարոնեցը խստորեն քննադատել է բռնապետ Պուտինի եւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հայտարարությունները Պոկրովսկի եւ Կուպյանսկի շրջաններում ուկրաինական ստորաբաժանումների իբր շրջապատման մասին։ Նրա խոսքով կաթսաների մասին բարձրաձայն պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն։ Բարոնեցը հրապարակավ ուղիղ հարց տվեց ռուսական ռազմական հրամանատարությանը, որտեղ են այն բազմաթիվ շրջափակումները, որոնց մասին անընդհատ խոսում է Կրեմլը։ Նրա խոսքով կառավարությունը փորձում է քաղաքացիների մեջ ներշնչել հաջողության պատրանք։ Զինվորականի խոսքով նեղ շրջապատման մասին բոլոր խոսակցությունները չեն դիմանում փաստական քննությանը։ Մեր Telegram-ում այս տեսանյութը դրել էի, երևի շատերդ արդեն տեսել եք նյութը։ Շատ չերկարացնեմ 5 օրվա եթերը, տեղեկատվությունը շատ է, տեղեկատվական աղբն էլ է շատ։ Փորձեցի կարճ, բայց կարևոր տեղեկատվությունը ձեզ հաղորդել։ Հուսամ վաղվա լուրերը ավելի լավը կլինեն։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Մինչ նոր հանդիպում, բարու մեջ մնաք։